Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույսերի ժողովուրդ, խոսում է Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներից, այսօր նոյեմբերի 3-ն է Միացյալ Նահանգներում, տեղական ժամանակով 9:50 րոպե։ Ուրեմն ես այսօր ծանոթանում եմ համացանցում տիրող իրավիճակի հետ, հետո ինձ առանձին զեկուցում են, ամբողջ համացանցը ողողված է, որ Վարդան Ղուկասյանը կուսակցությունը հանձնել է պարոն Բաղդասարյանին, միտեղ եկալ են Անի Խուդավերձյանը գոյություն ալևս, կահանել են, ես մեկին տարել են, մեկին դել են, այ մարդ, հայերեն լեզվով, հայերեն գրական լեզվով տեքստը գրած դրածա։ Ոչ մի տեղ չի գնացել, ոչ մեկին ոչ մի տեղից չեն հանել։ Վարդան Ղուկասյանը մտնում է Վարդան Ղուկասյան որպես պատվավոր նախագահ։ Անուշը, Տիկին Անուշը մնում է որպես Տիկին Անուշ կուսակցության նախագահ։ Լևոն Բաղդասարյանը նշանակվել է նախընտրական կամպանիայի շտաբի պետ, զինվորական լեզվով ասած գլխավոր շտաբի պետ։ Մարդ, որը համակարգելու է նախընտրական պրոցեսը կուսակցության Հայաստանի Հանրապետությունում։ Պարզ հայերեն լեզվով գրած է։ Եվ քանի դեռ ես գտնվում եմ անազատության մեջ, այդ մարդը նաև ստանձնել է, այսպես ասած, իմ պարտականությունների մի մասը համակարգելու, հանդիպելու, զրուցելու, տանելու, բերելու, կազմակերպելու, կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու։ Պարզ հայերեն տեքստի մեջ գրված է։ Ես չեմ կարող հասկանալ որոշակի մարդկանց պանիկան, որոշակի մարդկանց հիստերիան, որոշակի մարդկանց ուրախությունը կամ տխրությունը։ Բացարձակապես։ Բնականաբար սկսվում է նախընտրական կամպանիա եւ կամաց հայտնվելու են նոր անձիկ, նոր կադրեր, ասեմ ավելին, որ մի քանի օր հետո ես կներկայացնեմ մամուլը համակարգողին, մի քանի օր հետո կներկայացնենք արտաքին կապերը համակարգողին, այսինքն տարբեր մարդկանց։ Դա չի նշանակում, որ որևիցե մեկին հանեցին, որևիցե մեկին բերեցին, կամ տարան, մի մասը դեղ ուրախանում է, մի մասը տխրում է, ինչ հարգելի ժողովուրդ։ Դուք ասում էիք ուրախոթիմը, չանց այդ հասերը տալիս եք, դե հիմա կամաց այդ թիմի մարդկանց դուք կտենակ, ինչ եք խառնվեյաց, ում են անել, ինչ եք եկալ եք գրում սրան հանին, սրան տարան, սրան բերին, դողը կրած, են եկավ, նայում եմ այդ կոմենտարյանները, կարծիքները, հրապարակումն, ասում ես մարդիկ մայրենի լեզու չեն հասկանում։ Դու կուսակցությունը կա, դու կուսակցությունը իր տեղում է, դու կուսակցության վարչության կազմը իր տեղում է եւ կամաց ավելանալու են նոր դեմքեր։ Այդ նոր դեմքերը կան վաղուց իմ մտքում, իմ խղճում, իմ ուղեղում։ Ուղղակի այդ մարդիկ արջանաբար դառնալու են հասարակական, հասարակության համար հայտնի են առումով, որ արդեն հասկանալու այս մարդը այլևս կապ ունի դու կուսակցության հետ, այս մարդը այլևս կապ ունի դու կուսակցության հետ, եւ այդպես շարունակ։ Ես գտնվում եմ անազատության մեջ, եւ հարկավոր է կուր թիմ, որը որ իրականացնի գործողություններ մինչեւ դուրս գալը։ Կոմանալ դրան այդ թիմը կշարունակի իր գործողություն ծավալելը Հայաստանի Հանրապետությունը մինչեւ նախընտրական կամպանիայի ավարտը։ Կուսակցության նախագահ իր տեղում է, Վարդան Ղուկասյանը իր տեղում է, հարգարժան պարոն Լևոն Բաղդասարյանն նշանակել է, այսպես ասած, գլխավոր շտաբի պետ։ Անհանգստանալու, պանիկայի մատնվելու, չգիտեմ, իրար խառնվելու, կարծիքներ, ենթակարծիքներ գրելու, կուսակցությունը պառակտվում է, ի՞նչ է պառակտվում, հակառակը։ Ես աստիճանաբար ձեզ ներկայացրել եմ կուսակցության տարբեր ճյուղերը համակարգող մարդկանց, որոնք որ այլևս աշխատել են մեկ ընդհանուր թիմ, իրար սիրեն, չսիրեն, տարաձայնություն իրար միջև ունենան, թե չունենան, այդ մարդիկ պիտի նստեն մեկ կլոր սեղանի շուրջ եւ աշխատեն, այսպես ասած, իբարած Հայաստանի Հանրապետության։ Նախընտրական այս 6 ամիսը ես բոլորին բացատրել եմ, բոլորին կուսակիցներին, այն մարդկանց, ովքեր որ ցանկանում են ինչ-որ մի բան փոխել Հայաստանի Հանրապետությունում։ Այս 6 ամիսը լինելու է փշոտ եւ քարքարոտ ճանապարհ։ Իշխանությունը երկնքից ոչ մեկի ձեռքը չի գնում։ Նամանավանդ այս 3 գլխանի վիշապի գոյության դեպքում կողից ինչ ասես կգրեն, կասեն, կտանեն, կբերեն, բայց չի տրվել էմոցիաների։ Ես բոլորին բացատրել եմ։ Բոլորին ասել եմ եւ բոլորը գիտեն, որ մեկ մարդու նման զինվորական կարգապահությամբ պետք է ծառայեն հանուն Հայաստանի Հանրապետության, որի համակարգողը այս պայծրությամբ գլխավոր շտաբի պետ պարոն Լովան է։
Ես այդպես եմ ասում, գլխավոր շտաբի պետ, որտեղ ես զինվորական մարդ եմ։ Եվ բոլոր կուսակիցները պետք է համախմբեն այդ մարդու շուրջ, որպես նախընտրական կամպանիայի շտաբի պետ։ Դուք ղեկավար Ղուկասյանը ավելի գեղեցիկ ընտանեկան ձևով կհամակարգեք մնացած բոլոր գործողությունները։ Բայց այս պայծառությամբ այդ մարդն է։ Սիրեն, չսիրեն, ուզեն, չուզեն, կարծիքներ կրեն, եթե միջեր ուզեն եւ այլն, լավով, վատով, այդ մարդն է չծում։ Բոլորն էլ ես տեղերում են, եւ կուսակցության նախագահ, եւ պատավոտ նախագահ։ Հագստացեք, տատե կարծիքներ մի գրեք, հիմարությունների մասին, մի խոսեք կուսակցությունը բլավ, պարակ, սրան տարա, սրան բերի, մտնեմ ասեմ ես գրողը հայեր են կարդալ գիտի, թե չգիտի, թե պալում է անգրագիտությամբ։ Սա է ուզում ասեի, իմ հարգարժան սիրելի ժողովրդին։ Կուսակցությունը ողջ է, առողջ է ու ասեմ ավելին բազմանում է, աստիճանաբար կներկայացնենք ձեզ բոլորին հատ առ հատ։ Իմ նախարարներին, իմ այդ ազգային ժողովի պատգամավորների, այսպես ասած, տեխնացուներին, կամաց, համակերպեք այդ մտքի հետ, որ դուք տեսնելու, թե չհատը ինքը տայրացում է թիմ նուրհանախ թիմ հայտնվում է ինչ եք ուզում։ Ինչ հետ եսուսուներ կրեմ։ Սա է ուզում ասեի, այսքանը շնորհակալություն տարածեք, որքան կարող եք։ Իսկ այն կուլտուրական սիրող մարդկանց համար կուլտուրական տեքստը ցույց եմ տալիս խմբագրել իմ, այսպես ասած, ադմիններին եւ տարածել։ Մինչև ես մոտապակայում կներկայացնեմ Հայաստանի Հանրապետությունում մամուլը համակարգող համապատասխան պաշտոնյայի։ Հետո արտաքին կապերը համակարգող եւ այդպես շարունակ։ Այսքանը շնորհակալություն ձեր Վարդան Ղուկասյան։